Շնորհակալություն, մեծարգո պարոն Բաղդասարյան, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների հարգարժան առաջնորդներ, իմ սիրելի ու թանկագին ընկերներ, բարեկամներ, տիկնայք և պարոնայք, այսօր մեր ժողովրդի ու պետության ազգի ու հայրենիքի համար պատմական օր է լինելու, աննախադեպ մի իրողություն հայրենի քաղաքական դաշտում, երբ ավելի քան 150 հասարակական ու քաղաքական կազմակերպություններ հիմնադրում են հայկական վերածնունդ կուսակցությունը, աննախադեպ մի գործընթաց, որը չի հանդիպել նաև միջազգային պրակտիկայում, երբ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները համադրելով իրենց ջանքերը վերակազմակերպման միջոցով միաձուլվում են, ստեղծելով մի հզոր քաղաքական միավորում, որը հիմք է տնելու մեր վերածննդին, մի նոր սկզբի, մի նոր իրականության, երբ հասարակական ու քաղաքական ուժերը, երկրի ապագայով մտահոգված հազարավոր անհատները, մտավորականներն ու գիտնականները, մի կողմ տնելով իրենց ներանձնական ու խմբակային շահերը, հանուն մեր ժողովրդի պայծառ ապագայի միավորվում են, փառք ու պատիվ բոլոր այն առաջնորդներին, ովքեր կարողացան հանուն մեր երկրի ու ժողովրդի վեր կանգնել իրենց ամբիցիաներից և միավորվել։ Մեկ տարի առաջ, երբ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ սկիզբ առավ մեր հայրենիքի ու ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս գործընթացը, շատերը չէին հավատում, որոշներն էլ չարախնդում էին, որ հնարավոր չէ մեր երկրում քաղաքական կոնսոլիդացիա, համախմբում, սակայն մենք մեր գործընկեր քաղաքական ու հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ կարողացանք գործընթացը հասցնել իր նպատակային հանգուցալուծմանը։ Սիրելի պատվիրակներ, այսօր մենք միասին վառելու ենք մեր միասնական մեծ մոմը, հեշտական անգամ գործնականում ապացուցելով, որ ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ խոսել խավարի մասին։ Հարգելի պատվիրակներ և ներկաներ, իսկ այժմ թույլ տվեք ներկայացնել նաև այս աննախադեպ գործընթացի իրավական կողմը։ Համաձայն կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, կուսակցությունը որպես անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավոր կազմավորվում է իր հիմնադիր համագումարի որոշմամբ։ Համաձայն կուսակցությունների մասին օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածներով ամրագրված դրույթների կուսակցությունները կարող են իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ դադարեցնել իրենց գործունեությունը, լուծարվել և միանալ մեկ այլ կուսակցության կամ կուսակցությունների, կարող են վերակազմակերպվել, միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ մի այլ կուսակցության կամ կուսակցությունների։ Մենք ընդունեցինք ամենաժողովրդավար ընթացակարգը, վերակազմակերպման միջոցով միաձուլման ձևաչափը, օրենքի պահանջների, փաստաթղթերի ձևավորման, կուսակցությունների բարձրագույն մարմինների որոշումների արձանագրությունների կազման և մնացյալ ընթացակարգային հարցերը քննարկելով Արդարադատության նախարարության համապատասխան մասնագետների և գերատեսչությունների հետ և ուսումնասիրելով մեկ տասնյակից ավելի երկրների փորձը, պարզ դարձավ, որ այս ընթացակարգով և ձևաչափով կուսակցությունների վերակազմակերպման միջոցով միավորման տարբերակով նոր կուսակցության հիմնադրումը, ստեղծումը աննախադեպ է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ընդհանրապես հետխորհրդային երկրներում և մի շարք այլ երկրներում։ Մեր կողմից ուսումնասիրված մեկ տասնյակից ավելի երկրներում նույնպես մենք չհանդիպեցինք մի դեպքի, երբ այս թվով քաղաքական և հասարակական կազմակերպություններ վերակազմակերպման արդյունքում միաձուլման ճանապարհով ստեղծում են մի հզոր այսպիսի քաղաքական ուժ։ Այո, այսօր մենք ականատես ու մասնակից ենք լինելու մի աննախադեպ գործընթացի հանգուցալուծմանը, երբ ավելի քան 150 հասարակական քաղաքական կազմակերպություններ, մեկ տասնյակից ավելի կուսակցություններ առաջնորդվելով կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածներում սահմանված կարգով և իրենց բարձրագույն ղեկավար մարմինների որոշումներով վերակազմակերպման միջոցով միաձուլվում են հիմնադրելով հայկական վերածնունդ միավորում կուսակցությունը։
Հայկական վերածնունդ միավորում կուսակցության հիմնադուր համագումարից հետո օրենքով սահմանված կարգով կուսակցությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը, կսկսվի միաձուլվող կուսակցությունների անդամների վերաանդամագրումը հայկական վերածնունդ կուսակցությանը, իսկ հասարակական կազմակերպությունները որպես հանրային շարժում շարունակեն իրենց գործունեությունը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք հիմնադրելով հայկական վերածնունդ կուսակցությունը գործնականում ապացուցեցինք, որ յուրաքանչյուրս մեր սեփական եսը խառնել ենք մեր մենքի հետ։ Պարոն Բաղդասարյան, իրականություն դարձնելով ձեր նախաձեռնությունը, դուք հեշտական անգամ ապացուցեցիք, որ գործերն ավելին արժեն, քան սոս խոսքերը, իսկ մենք ականատեսը եղանք, որ զանգ կախողներ կան։ Եվ այսօր ազդարարվելու է մի նոր համախմբված ուժի ծնունդ մեր երկրում, որին դեռ շատ-շատերն են միանալու եւ ավելի ուժեղացնելու։ Ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել որոշ մարդկանց, որ այստեղ հավաքված մեր ընկերները քաղաքական փորձառություն ու սկզբունքայնություն ունեցող մարդիկ են եւ իշքան էլ որոշ չարակամներ, այսպես ձևակերպեմ, փորձեն սեփ խրել մեր մեջ, միևնույն է, դա իրենց չի հաջողվելու։ Եվ մենք շարունակելու ենք համախմբվել, ինչը մենք կարողացանք գործնականում ապացուցել։ Կարծում եմ, էլի կլինեն չարակամներ, չարախնդողներ, ովքեր իրենց բան ու գործը թողած նորից կփորձեն մեզ շեղել մեր արդար ու շիդակ ճանապարհից։ Սակայն վստահ եմ, մենք արհամարելով դրանց աշխատենք ավելի ուժեղանալ եւ հզորանալ, քանզի մի բան հայտնի է մեզ, որ ուժեղների հետ հաշվի են նստում, իսկ թույլերին ընդամենը խղճում։ Մեկ անգամ եւս սրտանց կամ ինչպես գյումրեցիներս ենք ասում, ճիգյարով շնորհավորում եմ մեր հայկական վերածննդի ծնունդը։ Այսօր մեր միասնական ջանքերով ծնվեց մի հզոր քաղաքական ուժ, որն իզորու է մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու եւ երաշխավորելու վերածնված Հայաստանի պայծառ ապագան։ Եվ վերջում մեր պայքարից ընդանուր մի փոքրիկ դրվագ։ Այո, մեր հետևողական սկզբունքային եւ անզիջում պայքարի արդյունքում էր, որ մեզ հաջողվեց, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ենք ասում, մեր հիասքանչ, մեր աչքի լույս մարզահամերգային այս համալիրը, որպեսզի մնար պետական սեփականություն, եւ չդարձավ այս համալիրը, չգիտեմ, որ երկու սենյականոց բնակարաններում իբր թե գրանցված անհայտ օֆշորային կազմակերպության սեփականությունը։ Վստահ եւ լիահույս լինելով, որ համատեղ ուժերով հնարավոր է նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով արագ եւ արդյունավետ լուծել երկրում առկա կուտակված խնդիրները, միասնական ծրագրի մշակման եւ իրականացման միջոցով իրականացնելով իրատեսական բարեփոխումներ։ Հիմք ընդունելով հայկական վերածնունդ, հասարակական, քաղաքական միավորմանը մաս կազմող կուսակցությունների բարձրագույն ղեկավար մարմինների Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածների համաձայն ընդունած որոշումները այսօր հիմնադիր համագումարը որոշում է հիմնադրել հայկական վերածնունդ միավորում կուսակցությունը։ Շնորհակալություն, Աստված պահապան բոլորիս։